Խոսելու ենք ֆինանսների մասին, սրտումս ուղակի դրվեց, այսպես զգում էի, որ պետքա խոսամ այս թեման։ Մենք մի քանի ամիս առաջ, եթե կհիշեք, ես այստեղից ուսուցում տվեցի տասանորդի մասին, ինչա տասանորդը եւ այլ, մեր եկեղեցու էջում կա, եթե չեք լսել կամ եթե կուզենաք լսել, կարող եք մտնել լսել։ Այսօր ոչ թե տասանորդի, այլ ընդհանուր ֆինանսների մասին եմ ուզում խոսամ։ Որն է Աստծո կամքը ֆինանսների համար, իմ ու քո կյանքում։ Ինչա ընդհանրապես, ինչպես է Աստված տեսնում ֆինանսները, ինչպես է Աստվածաշունչը տեսնում ֆինանսները, ինչ կարևորություն, ինչ դեր ունեն, ինչ տեղ ունեն ֆինանսները մեր կյանքերում եւ ինչպես Աստված ինչ կամք ունի ֆինանսների առումով մեր կյանքերի համար։ Արդյոք Աստված ուզում է, որ մենք լիության մեջ լինենք, արդյոք Աստված ուզում է, որ ապահովության մեջ լինենք, թե ֆինանսները չարից են, թե պետք է այսպես ավելի կարիքի մեջ լինենք եւ այլ, այս բոլոր թեմաներին անդրադառնալու ենք, սիրելիներ, որտեվ երբեմն կան կարծրատիպեր, որոնք որ լսել ենք կամ կարդացել ենք Աստվածաշնչից սխալ ձևով ենք հասկացել, միգուցե լսել ենք ինչ-որ բաներ եւ սխալ ենք լսել, բայց այսօր կփորձեմ Աստծո օգնությունով, այն շնորհքով, որ Աստված ինձ տվել է, կփորձեմ փոխանցեմ, ուսուցում տամ, սովորեցնեմ այն ինչ որ Աստծո խոսքը խոսում է ֆինանսների վերաբերյալ ընդհանրապես։ Իրականում կարծում եմ բոլորիս համար չկա մի հատ մարդ երկրի վրա, որ ֆինանսի հետ առնչություն չունենա, որ ֆինանսները իր համար կարևոր չլինեն, որովհետև մենք ապրում ենք երկրի վրա մի հատ այնց սիստեմի մեջ, որ ամբողջ երկիր մոլորակի վրա, բոլոր երկրներում, բոլոր ազգերում կյանքի սիստեմը կառուցված է ֆինանսական այս համակարգի մեջ է եւ մենք բոլորս դրա մեջ ենք, այսինքն կյանքի մեջ շատ հարցեր, շատ բնագավառներ կախված են հենց ֆինանսներից։ Բոլորս համաձայն ենք, չէ՞։ Եվ մենք այդ սիստեմի մեջ ենք ապրում բոլորս, սիրելիներ։ Եվ բոլորս առնչություն ունենք ֆինանսների հետ, բոլորս ունենք կարիք ֆինանսների եւ չկա մի մարդ, որին որ սա չվերաբերվի։ Բայց շատ կարևոր է այս ամեն ինչի մեջ, որպես Աստծո ժողովուրդ, որպես Աստծո որդիներ, մենք հստակ իմանանք Աստծո կամքը, Աստծո դիրքորոշումը, Աստծո ցանկությունը, ինչ է Աստված ուզում, ինչպես է Աստված տեսնում ֆինանսները։ Եվ ինչպես է ուզում Աստված մեզ առաջնորդի այս երկրային այս սիստեմի մեջ, որպեսզի մենք ֆինանսների առումով նույնպես Աստծո կամքի մեջ լինենք եւ Աստված փառավորված լինի մեր կյանքի մեջ, մեր կյանքի ընթացքում։ Դրա համար միգուցե որոշ կարծրատիպեր կա, որ այսօր կկոտրվի քո մեջ, ես հավատում եմ, որ ինչ որ բաներ կստանաս եւ ինչ որ բաներ կփոխվի քո մոտ, քո մտածելակերպը, քո դիրքորոշումը, քո հավատքը այս առումով։ Ես ուզում եմ կարդանք միտեղ, սկսենք միտեղից 3-րդ Հովհաննեսի թուղթը, 3-րդ Հովհաննեսի թուղթը եւ առաջին մի գլուխը ընդամենը կկարդանք հենց առաջի գլխի Առաջի գլխի երկրորդ խոսքից։ Հովհաննեսը գրում է ինչ որ մի հավատացյալի իր հոգևոր որդուն եւ երկրորդ խոսքում էսպիսի մի բան է ասում. Սիրելիս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների եւ քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ։ Ասում է աղոթում եմ քո բոլոր հաջողությունների համար, ինչպես որ քո հոգին է հաջող, աղոթում եմ ֆրանսերենում ավելի դիպուկ է գրված, ֆրանսերենից եթե թարգմանենք, այսպես է ասում է աղոթում եմ, որ ինչպես քո հոգին հաջողակ է, քո բոլոր մնացած բնագավառների մեջ էլ հաջողակ լինես։ Շատ ավելի խոսում է այս տարբերակը, ուրեմն
Հովանեսը Աստծո հոգով լցված, ասում է, աղոթում եմ, որ ինչպես որ քո հոգում հաջողակ ես, այսինքն ինչպես որ հոգևոր կյանքում հաջողակ ես, օրհնված ես, առողջ ես հոգևոր կյանքի մեջ, քո հոգևոր ընթացքի մեջ աճում ես, առաջ ես գնում, ասում ես աղոթում եմ, որ քո բոլոր մնացած բաների մեջ էլ քո կյանքի հաջողակ լինես։ Գիտես, Աստծո կամքն է սիրելիներ իրականում, որ ես ու դու իր ստեղծած մարդը բոլոր բնագավառների մեջ կյանքի հաջողակ լինի։ Աստծո կամքը բարի, հաճելի եւ կատարյալ է։ Եվ ամեն բարի տուրք ու կատարյալ պարգև իջնում է երկնքից լույսի հորից, որի մեջ ոչ մի տատանում չկա, ոչ մի խավար չկա։ Աստծո կամքը բարի է ամեն մեկիս համար։ Ընդհանրապես աղքատությունը, չքավորությունը, կարիքները եւ այս բոլոր բաները անեծքի հետևանքն են։ Աստված իր թագավորության մեջ, Աստծո թագավորության մեջ կարիք հասկացողությունը չկա։ Մենք երգում ենք այստեղ երկրպագության ժամանակ Տերն է իմ հովիվը եւ ես ոչ մի բանի կարիք չեմ ունենալու։ Ինչի համար Դավթի սաղմոսն է, սա 23 սաղմոս ամենահայտնի սաղմոսներից մեկը, եւ ինչի համար Դավիթը Սուրբ Հոգով լցված այս խոսքերը արտասանեց։ Ես Դավիթն ինքը Սուրբ Հոգով լցված հայտնություններ էր առնում Աստծո թագավորության ճշմարտություններից եւ ասում է Տերն է իմ հովիվը եւ ես ոչ մի բանի կարիք կամ կարոտություն չեմ ունենալու։ Աստծո թագավորության մեջ Եվ գիտես, երբ որ ասում ենք Աստծո թագավորություն, խոսքը չի գնում այն երկնքի մասին, հավիտենության մասին։ Աստծո թագավորությունը արդեն մեր մեջ է, երկրի վրա է։ Հիսուսն ասում էր ապաշխարեք, որտեղ Աստծո թագավորությունը մոտեցել է։ Հետո աշակերտներին ասեց Աստծո թագավորությունը ձեր ներսում է։ Ամեն։ Աստծո թագավորությունը մեր մեջ է, մեր ներսում է, եւ մենք հիմա արդեն գտնվում ենք Աստծո թագավորության մեջ։ Իհարկե, Աստծո թագավորության բոլոր չափանիշները, բոլոր ասպեկտները դեռ միգուցե չենք տեսնում մեր կյանքերի մեջ, որովհետեւ Աստծո թագավորության մեջ էլ սա process է, որ մենք պետքա աճենք։ Եվ գիտես, հոգևոր կյանքում ամեն բան հիմնված է հավատքի վրա, ես սա հաճախակի ասում եմ, բայց ուզում եմ, որպեսզի ամեն մեկիդ պարզ լինի, սիրելիներ, Աստծո թագավորության մեջ, հոգևոր կյանքի մեջ բոլոր բաները գրեթե հիմնված են հավատքի վրա։ Ավտոմատ կերպով ոչինչ չի կատարվում։ Թեև Աստծուց բաներ կան արձակված մեր կյանքերի համար, Աստծուց բաներ կան լուծված արդեն մեր կյանքերի համար, բայց ինձ ու քեզ պետք է հավատքով դա վերցնել ու ընդունել։ Հիսուսը խաչվեց եւ փրկության հարցը լուծեց ամբողջ աշխարհի համար, բայց ինչ ասում է, ով որ հավատա կփրկվի։ Այսինքն Հիսուսի կատարած գործը պետք է եւ նաեւ հավատքով վերցնել, ընդունել, ամեն։ Եվ բոլոր մնացած բաները, այն ինչ որ Աստված արել է, արձակել է մեզ համար, մենք պետք է հավատքով ընդունենք։ Եթե հավատք չդրեցինք, չընդունեցինք, դա չի ակտիվանա ու չի գործի մեր կյանքի մեջ։ Երբ որ Աստված Իսրայել ժողովրդին տարավ Քանանի երկիր եւ 40 տարի նրանց հետ խոսում էր ու ասում էր ձեզ տանում եմ կաթ ու մեղր բխող օրհնության երկիր, այնտեղ չեք ցանե հնձելու եք, այնտեղ վերջը պաշտպանված, օրհնված, բարգավաճելու եք խոստմունքի երկիրը, երբ որ մտան այդ երկիր, Աստված ասեց, այս երկիրը ձերն է, բայց պիտի պատերազմեք ու այս օտար ազգերին քշեք ստեղից։ Մի տեսակ տարօրինակ է, չէ՞։ Այսքան տարի խոստանում էիր, տանում եմ ձեզ, լավ ալնելու, ամեն բան օրհնված, հաջողակ, հիմա ասում ես պիտի պատերազմեք։ Բայց այս բոլոր բաները խոսում են հոգևոր մի ճշմարտության մասին։ Բաներ կա Աստծուց արձակված է մեր կյանքերի համար, բայց դու պետք է հավատքով պայքարես ու վերցնես դա, ընդունես դա։ Կանգնես հավատքով այդ դիրքի վրա, որը որ Աստված քո կյանքի համար ազատագրել է, սիրելիս։ Ամեն։ Եվ դա վերաբերվում է բոլոր բաներին հոգևոր, բայց այսօր քանի որ խոսում ենք ֆինանսների, ես ուզում եմ այսօր ավելի շատ տեսնելու ենք Աստծո կամքը, այն ինչ որ Աստված արձակել է ու ազատագրել է ֆինանսների ոլորտում մեր կյանքերի համար։
Ես ասացի, որ աղքատությունը, կարիքը, չքավորությունը, այդ բոլոր բաները սիրելիներ Աստծո թագավորության մեջ գոյություն չունեն եւ այդ թագավորությունը մեր մեջ է։ Երբ որ Աստված Ադամին ստեղծեց, Ադամը ոչ մի բանի կարիք չուներ, նա ապահովված էր ամեն ինչով։ Գիտես, Ադամը մենք չենք կարդում Ծննդոց գրքում, որ Ադամը մի օր աղոթի ասի Տեր, այսօր ինչ եմ ուտելու, այսօր ինչ եմ հագնելու, վաղը այս հարցը ոնց է լուծվելու, հա, չգիտեմ, այս ֆինանսական հարցերս, այս պարքերս, չգիտեմ, նման բաներ չկա։ Ամեն բանով Ադամը ապահովված էր։ Երբ որ մարդիկ Հիսուսի հետ էին, իհարկե Ադամը ձախողվեց եւ եկավ անեծքը եւ աղքատությունը, չքավորությունը, կարիքները, այդ բոլոր բաները անեծքի հետևանքներն են, անկման հետևանքներն են, սիրելիներ։ Եկեղեցին շատ ժամանակ պատմության տեսանկյունից եմ ասում, եկեղեցին քարոզել անգամ, որ հարստությունը Աստծուց չի, որ հարմարավետությունը Աստծուց չի, որ աղքատությունն է Աստծուց, որ Աստված աղքատության մեջ է եւ նման կարծրատիպեր կա, որ դեռ շատ քրիստոնյաների մեջ կան, բայց իրականում սա ընդհանրապես կապ չունի Աստծո խոսքի հետ, Աստծո հոգու հետ։ Ինչպես կարա աղքատությունը, չքավորությունը Աստծուց լինի։ Հիսուսն ասում է դուք որ չար եք, գիտեք լավ բաներ տալ ձեր երեխաներին։ Գիտես, մենք որպես ծնող ոչ ոքս չի ուզենա, որ մեր երեխան կարիքի մեջ լինի, այդպես է թե չէ։ Որ մի ծնողը կուզի, որ իր երեխան կարիքի մեջ լինի, աղքատության, չքավորության մեջ։ Մենք բոլորս ամեն բան անում ենք, որպեսզի մեր երեխաները ապահովված լինեն, կարիք չունենան։ Եվ Հիսուսն ասում է, եթե դուք որ չար եք, գիտեք ձեր երեխեքին լավ բաներ տալ, հոգ տանել, բա որքան ավելի Աստված որ բարի է։ Հասկանում եք, Հիսուսը բացահայտում էր մարդկանց Աստծո էությունը, որ կրոնի հոգին, սատանան աղավաղել էր։ Եվ շատ մարդիկ մտածում էին այն բաները, որ Աստծուց չի, հենց ճիշտ Աստծուց չի, մտածում էին դա աստվածային է։ Երբ որ Հիսուսը ցույց էր տալիս Աստծո թագավորությունը երկրի վրա, մենք տեսնում ենք, որ Հիսուսի կողքին, Հիսուսի հետ լինող ժողովուրդը երբեք կարիքի մեջ չէին լինում։ Երբ որ 5000 հոգի սոված էր, Հիսուսի համար դա խնդիր չէր, սիրելիներ։ Գիտես, Հիսուսը Աստծո արքայությունն էր դրսևորում, ցույց տալի։ Եվ որտեղ որ կար որևէ կարիք, Հիսուսը միանգամից լուծում ուներ դրան։ Սա Աստծո արքայությունն է ցույց տալիս։ Աստծո արքայության մեջ որևէ կարիք գոյություն չունի։ Դրա համար Դավիթն ասում է. Տերն է իմ հովիվը, եւ ես ոչ մի բանի կարիք չեմ ունենալու։ Հիսուսը Աստծո արքայությունն էր դրսևորում, խորհրդանշում։ Դրա համար Հիսուսի ներկայության մեջ, երբ որ մեռել էին բերում, մեռելին ասում էր խնդիր չի, հարություն կտանք։ Երբ որ հիվանդ էին բերում, ասում էր խնդիր չի, հարություն կբժշկենք։ Երբ որ փոթորիկ էր լինում, ասում էր խնդիր չի, կհանդարտացնենք։ Երբ որ 5000-ից ավել մարդիկ սոված էին, Հիսուսն ասում էր խնդիր չի, կկերակրենք։ Երբ որ հարկադիրները եկան եւ հարկը ուզեցին ու Պետրոսը վճարելու գումար չուներ, Հիսուսն ասեց խնդիր չի, դրա հարցն էլ կլուծենք գերբնական ձևով։ Գնա կարթը կծիծովը եւ ձուկը կգա, արծաթը կհանես, գումարը իրա բերանից կտանես, կմուծես իմ ու քո փոխարեն մեր հարկը։ Հասկանում եք, բոլոր իրավիճակների մեջ Հիսուսը դրսևորում էր Աստծո արքայությունը, ցույց տալով, որ Աստծո արքայության մեջ կարիք հասկացողությունը չկա, աղքատություն ու չքավորությունը չկա, խնդիրները չկան, միայն լուծումներ կան Աստծո արքայության մեջ։ Եվ գիտեք, հաճախակի այսպես խոսք կա, հա, ասացվածքներ կամ բառեր, խոսքեր, մտածելակերպ, որ ասում ենք փողը, ֆինանսը դա կեղտոտ բան է, դա չարիք է, դա անեծք է եւ նման համոզմունք ունենք ֆինանսի նկատմամբ, սիրելիներ, բայց ես ուզում եմ այսօր քեզ ասեմ, որ փողը, ֆինանսը, գիտես, չարիք չի հաստատ, կեղտ չի հաստատ, ինքը գործիք է։ Ինքը գործիք է, որին որ ես ու դու ուղղակի պետք է օգտագործենք։
գործածենք, որովհետև այս համակարգի մեջ, որի մեջ որ մենք ապրում ենք, աշխարհի մեջ, երկրի վրա ինքը գործիք է, որին որ մենք պետք է ուղղակի օգտագործենք։ Եվ ուզում եմ քեզ կոչ անեմ, որ սկսած այսօրվանից ֆինանսին չնայես որպես չարիք։ Որտեվ եթե նայես որպես չարիք, Աստված չարիքը քեզնից հեռացնելու է։ Աստված չի ուզում, որ չարիք լինի քո կյանքի մեջ, սիրելիս։ Ամեն։ Մի նայիր որպես անեծք, որպես կեղտոտ բան, որտեվ Աստված կեղտոտ բաներից մեզ մաքրում է։ Սկսի տեսնել ֆինանսը որպես օրհնություն, որպես գործիք քո ձեռքերի մեջ։ Ամեն։ Աստված ուզում է այո քեզ օրհնի, Աստված ուզում է, որպեսզի դու ապահովված լինես։ Աստված ուզում է նույնպես, որ դու հասկանաս, որ ինքը ընդամենը գործիք է։ Այո, ֆինանսը քո կյանքը չի, քո փրկությունը չի, քո բժշկությունը չի, գիտես, քո երջանկությունը չի, սիրելիս։ Ինքը գործիք է, բայց ինքը չարիք էլ չի, ինքը գործիք է, որ Աստված ուզում է դու քո ձեռքերի մեջ գիտենաս ճիշտ օգտագործել իրան։ Շատ կարևոր է, թե ինչպես ենք մենք տնօրինում, ինչպես ենք մենք վերաբերվում ֆինանսներին։ Նայեք, մարդ կարա լինի աղքատ, բայց լինի արծաթասեր, եւ մարդ կարա լինի ապահովված կամ հարուստ, կամ օրհնված ֆինանսապես, բայց լինի իշխող ֆինանսի վրա։ Այսինքն աղքատությունը ու հարստությունը չի որոշում, թե մարդը փողասեր է, արծաթասեր է, թե ոչ։ Մարդ կարա լինի չքավորության մեջ, բայց լինի գերի ֆինանսների, լինի արծաթասեր։ Բայց մարդ կարա լինի ապահովության, լիության ու առատության մեջ, բայց իշխանություն ունենա իր ֆինանսների վրա։ Այսինքն ֆինանսները ծառայեցնի իրան։ Ամեն։ Այսօր ուզում եմ 3 բան տամ, 3 կարևոր սկզբունք, 3 պրինցիպներ, որոնք որ մեզ կօգնեն, որոնք որ ինձ ու քեզ կօգնեն ֆինանսական օրհնությունները ակտիվացնել մեր կյանքերի մեջ։ Եվ եկեք գնանք Աստծո խոսքի մեջ։ Գիտես, ես հավատում եմ, որ եթե դու վերցնես այս 3 սկզբունքները, եթե դու գործի դնես, դու տեսնելու ես փոփոխություններ։ Եվ այն ինչ որ խոսում եմ, սիրելիս, միայն չեմ խոսում թեորիաներ, խոսում եմ նույնպես այն ինչ որ ինքս եմ ապրել եմ, ապրում եմ, եւ այն ինչ որ ինքս գիտեմ, այն ինչ որ ինձ վկայված է Տիրոջից, այնպես որ ես հավատում եմ, որ եթե դու այս սկզբունքները, այս պրինցիպները քո կյանքի մեջ գործի դրեցիր, դու տեսնելու ես սրա պտուղները, դու տեսնելու ես ֆինանսական օրհնություններ։ Նայեք, առաջին կարևոր բանը, շատ կարևոր է, որ ես շատ խոսում եմ սրա մասին ուրիշ առումներով, բայց այսօր նույնպես սա վերաբերում է ֆինանսներին։ Ես խոսում եմ շատ հաճախակի քարոզում եմ մեր ինքնության մասին։ Ով ենք մենք Քրիստոսի մեջ, մեր նոր էությունը, որպես նոր արարած։ Աստված մեզ նոր արարած է ստեղծել։ Աստված մեզ ազատագրել է ադամական բնությունից, Ադամի սերունդից, Ադամի հետևանքներից, Քրիստոսի մեջ Աստծո խոսքը ասում է դու նոր ստեղծագործություն ես, նոր ստեղծված ես։ Եվ շատ կարևոր է, սիրելիներ, ինչքան դու քեզ ասոցացնում ես Ադամի հետ, այնքան Ադամի հետևանքները քո կյանքի մեջ տեսնելու ես։ Ինչքան դու քեզ ասոցացնում ես Քրիստոսի հետ, Քրիստոսի հետևանքներն ես տեսնելու։ Գիտես, շատ անգամ ես դեռ լսում եմ քարոզիչներ, որոնք խոսում են եւ ասում են մենք Ադամի սերունդից ենք։ Սիրելիներ, մենք Ադամի սերունդից չենք։ Աստված Հիսուսը հենց մեզ Ադամի սերունդից ազատել է։ Քույրերը նույնպես Եվայի սերունդից ու ցեղից չեն։ Մենք բոլորս Քրիստոսի ցեղից ենք։ Բոլորս Քրիստոսի սերունդից ենք։ Դրա համար Աստծո խոսքը ասում է Քրիստոսի մեջ այլևս չկա կին, տղամարդ, ազգություններ, չկա ոչ մի մեջ, այլ կա նոր արարած Քրիստոսում։
Ամեն, մենք բոլորս, թե քույրերը, թե եղբայրները, եթե դու Քրիստոսից ծնվել ես, վերստին ծնվել ես, դու Քրիստոսի ցեղից ես, ոչ թե Ադամի։ Հենց դրա համար Քրիստոսը եկավ, որպեսզի Ադամի ցեղից մեզ ազատագրի, որտեղ Ադամի ցեղը ապականված է։ Ադամի ցեղը անեծքի ենթակա է, սիրելիս։ Ադամի ցեղը ժառանգել է անեծքը, Ադամի ցեղը ժառանգել է պարտությունը, Ադամի ցեղը ժառանգել է աղքատությունը, հիվանդությունը եւ բոլոր այդ բաները։ Իսկ Քրիստոսի մեջ մենք նոր արարածներ ենք։ Գիտես, շատ կարևոր է, որ դու քեզ սկսես այդպես տեսնել, որ դու սկսես դու քո անձի համար այդպես հավատալ, որ ես Քրիստոսի սերունդից եմ, ես Քրիստոսի ցեղից եմ։ Աստծո խոսքը խոսում է առաջի Ադամի եւ երկրորդ Ադամի մասին, որը Քրիստոսն է։ Առաջի Ադամի հետ մենք այլևս կապ չունենք, առաջի Ադամի սերունդը ապականված է։ Դրա համար Քրիստոս եկավ, որպեսզի նոր սերունդ բարձրացնի, իր մահով, խաչով եւ հարությունով նոր սերունդ ստեղծի։ Ամեն։ Այո, մենք ֆիզիկապես նույն Ադամի նման ենք մարմնից, արյունից, ոսկորներից, գիտես, քո դեմքը չի փոխվում, քո տեսքը չի փոխվում, Քրիստոսի ընդունելուց հետո շատ բաներ տեսանելի չեն փոխվում, բայց թեև ասեմ դեմքը փոխվում է, իրականում երբ որ մարդ ապաշխարում է, դեմքի արտահայտությունը փոխվում է, նկատել եք սա։ Կարծես թե նույն դեմքն է, բայց մի հատ փայլ է գալիս իր դեմքի վրա։ Եվ սա Քրիստոսի փառքն է, դա նոր ստեղծագործության նշաններն են, սիմպտոմներն են, սիրելիներ։ Ես ու դու Քրիստոսի ցեղից ենք, նայեք, անկախ քո կարգավիճակից, գիտես, միգուցե հիմա ներկա պահին ֆինանսական խնդիրներ ունես, միգուցե պարտքեր ունես, միգուցե, չգիտեմ, հարցեր ունես լուծելու, կարիքներ ունես, որ ֆինանսով պիտի լուծես այդ կարիքները, բայց հնարավորությունը չկա այս պահին, սիրելիներ, միգուցե երևույթը քեզ մի ուրիշ բան է ասում։ Բայց գիտես, շատ կարևոր է, ընդհանրապես հոգևոր կյանքը մենք չենք ապրում երևույթով, մենք ապրում ենք հավատքով, մենք չենք առաջնորդվում երևույթով, մենք առաջնորդվում ենք հավատքով, Աստծո խոսքի վրա հիմնվելով, Աստծո խոստումների վրա, Աստծո արած գործի վրա հիմնվելով, եւ Աստծո արած գործը սա է, որ դու նոր արարած ես Քրիստոսի մեջ, եւ գիտես, Աստծո խոսքը ասում է, որ Քրիստոսի մեջ մենք օրհնված ենք։ Մենք օրհնված ենք, Քրիստոսը եկավ, վերցրեց անեծքը եւ մեզ տվեց օրհնությունը։ Քրիստոսի մեջ դու օրհնված ես, սիրելիս։ Դու ենթակա չես աղքատության, դու ենթակա չես կարիքների մեջ լինելու, դու ենթակա չես անընդհատ այսպես ծերը ծերին ապրելու ֆինանսապես։ Քրիստոս իմ ու քո կյանքի մեջ բերել է օրհնություն։ Եվ գիտես, դու պետք է սկսես հավատալ սրան։ Սա ներքին մի բան է, սիրելի, սա ներքին քո մտածելակերպի փոփոխություն է, քո ներքին հավատքի փոփոխություն է, որ ներքուստ դա պետքա տեղի ունենա։ Ապաշխարություն նշանակում է մտքի փոփոխություն, եւ այս հարցում էլ դու պետքա ապաշխարես միգուցե։ Այսինքն սկսես քեզ տեսնել օրհնված Քրիստոսի մեջ։ Գիտես, թեև դու նայում ես քո իրավիճակին ու ասում ես, բայց ես ունեմ ֆինանսական խնդիրներ, սկսի մտածել, սկսի քեզ տեսնել, որ դու Քրիստոսով օրհնված ես։ Ֆինանսապես օրհնված ես։ Գիտես, շատ ժամանակ, երբ որ ֆինանսա գալի մեր ձեռքը, ասում ենք մենք օրհնվեցինք։ Իրականում դու այդ ժամանակ չի, որ օրհնվում ես, դու օրհնված ես, դրա համար ֆինանսները գալիս են քո ձեռքի մեջ։ Ոչ թե ֆինանսը գալիս է դու այդ ժամանակ ես օրհնվում, Աստված 2000 տարի առաջ Քրիստոսով արդեն քեզ օրհնել է։ Եվ քանի որ դու օրհնված ես, երբ որ դու սկսում ես քեզ տեսնել օրհնված, սկսում ես տեսնել նույնպես դռներ, որոնք որ բացվում են ֆինանսների առումով քո կյանքի մեջ։ Երբ որ դու քեզ սկսում ես տեսնել ուրիշ ձևով, երբ որ սկսում ես, գիտես, ընկճվել, չգիտեմ, տրտնջալ, բողոքել, այս բանի մեջ ես մտնում, այս հոգեբանության մեջ ես, այս ապրելակերպի մեջ ես մտնում, այդպես էլ կշարունակվի։ Սկսի քեզ տեսնել օրհնված, անկախ
կարգավիճակից, անկախ այն ինչ որ քո աչքերը տեսնում են, սիրելիս, մի ընդունիր դա։ Ամեն, սկսի տեսնել քեզ, սկսի համարել քեզ օրհնված։ Միգուցե իմ բանկը այսօր մինուս է, միգուցե իմ դրամապանակիս մեջ այսօր գումար չունեմ, բայց ես գիտեմ, որ ես օրհնված եմ։ Եվ ես հիմա խոսում եմ ֆինանսների մասին։ Միգուցե ասես, հա, ես հոգևորապես օրհնված եմ, ամեն եմ ասում, բայց սկսի քեզ տեսնել ֆինանսապես օրհնված մարդ, որովհետև դու ունես Քրիստոսի օրհնությունը։ Ամեն, երբ որ դու սկսես տեսնել քեզ այդպես, երբ որ դու սկսես հավատքով քեզ դնել Քրիստոսի կողքը, ոչ թե Ադամի կողքը, Քրիստոսի մեջ, ոչ թե Ադամի մեջ, դու կտեսնես, սիրելիս, կգա ժամանակ, որ այդ քո հավատքը ունեցած կսկսի ակտիվացնել Աստծո օրհնությունները, այսինքն դու օրհնված ես, բայց կսկսի ակտիվացնել Աստծո գործերը, Աստծո մատակարարումը քո կյանքի մեջ, քո ֆինանսական մթնոլորտի ոլորտի մեջ։ Ամեն։ Շատ կարևոր է քո հավատքը, քո դիրքորոշումը։ Հոգևոր աշխարհը գործում է հավատքի հիմքի վրա։ Եվ ես ուզում եմ կարդամ մի տեղ եկեք երկրորդ Կորինթացիս 8-րդ գլուխը բացենք։ Երկրորդ Կորինթացիս 8-ի 9-րդ խոսքից կարդանք։ Նայեք։ Այսպես ասում. որովհետև գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացավ նա, որ հարուստ էր, որ դուք նրա աղքատությունով հարստանաք։ Եվ գիտես, եթե դու կարդաս այս գլուխը տանը, կտեսնես, որ երբ որ Պողոս առաքյալը խոսում է այս տեղը, ինքը ընդհանրապես հոգևոր բանի մասին չի խոսում։ Այս ամբողջ գլուխը խոսում է ֆինանսների մասին, խոսում է Կորինթոսի եկեղեցուն, որ որքան կարևոր է ֆինանսապես օգնելը մյուս եկեղեցիներին, հավատացյալներին, զոհաբերություն անելը եւ այլ, եւ այստեղ Պողոսը այս խոսքն է մեջ բերում։ Եվ ասում է Քրիստոսի շնորհքը մեծ է ձեզ վրա, որովհետև նա որ հարուստ էր աղքատացավ, որպեսզի դուք նրանով հարստանաք։ Եվ շատ անգամ մենք կարող ենք կարդալ ու հոգևոր ձևով հասկանալ, ասենք դե սա վերաբերում է հոգևոր բաներին։ Բայց ոչ Պողոսը այստեղ հենց այս խոսքը օգտագործում է ֆինանսի մեջ։ Ֆինանսայի առումով սիրելիս։ Այո, Քրիստոս աղքատացավ։ Նա ոչ թե միայն հոգևորապես աղքատացավ, բայց նույնպես նա աղքատացավ, որպեսզի դու ֆինանսապես ապահովված լինես, մատակարարված լինես, որպեսզի դու կարիքների մեջ չլինես։ Ամեն։ Եթե դու քեզ չսկսես սենց տենալ, սիրելիս, փոփոխությունների մի սպասի։ Ես կարևոր բան եմ ասում։ Եթե դու քեզ չսկսես տեսնել այնպես, ինչպես որ Աստված քեզ ուզում է տեսնես, ինչպես որ դու կաս Աստծո առաջ, ինչպես որ Քրիստոսը քեզ դրել է այդ դիրքի մեջ, դու չսկսես քեզ տեսնել, մեծ փոփոխությունների մի սպասի, ընդհանրապես ոչ մի առումով, թե հոգևոր առումով, թե նյութական, թե ֆինանսական, շատ կարևոր է ինչպես ես դու քեզ տեսնում։ Գիտես, Աստված, երբ որ գալիս էր մարդկանց հանդիպում էր, շատ ժամանակ անուններ էր փոխում մարդկանց։ Աբրամին դարձրեց Աբրահամ։ Աբրահամ նշանակում է ազգերի հայր, ինչի համար, որպեսզի ամեն անգամ, երբ որ մարդիկ Աբրահամին կանչեն եւ Աբրահամը լսի, որ մարդիկ իրան ասում են ազգերի հայր, իր տեսանկյունը իր մասին փոխվի, իր մտածելակերպը իր մասին փոխվի, որ Աբրահամը սկսի լիարժեք հավատալ, որ ինքը ազգերի հայր է, չունենալով անգամ մեկ զավակ, չունենալով անգամ մեկ որդի, մարդիկ Աբրահամին կանչում էին, դիմում էին եւ ասում էին Աբրահամ, ազգերի հայր։ Պատկերացնում եք, մարդկայնորեն դա ծաղրանքի նման է, այս մարդը 80 տարեկան է, 90 տարեկան է կամ 100 տարեկան արդեն մի հատ երեխա էլ չունի, մարդիկ իրան կանչելուց ասում են ազգերի հայր։
Բայց պատահական չէր, որ Աստված փոխեց նրա անունը։ Թող այլևս քեզ Աբրահամ չասեն, Աբրահամ թող ասեն։ Երբ որ Աստված եկավ Գեդեոնի մոտ, Գեդեոնին ասեց. «Ով հզոր զորավոր»։ Գիտես, Գեդեոնը վախեցած, ընկճված, այսպես տագնապի մեջ, ստրեսների մեջ մի մարդ էր, այդ պահին, իր կյանքի մեջ։ Աստված եկավ Գեդեոնին եւ ասեց. «Ով հզոր զորավոր մարդ»։ Ինչի համար էր Աստված անում այս բաները։ Եվ երբ որ Աստված հանդիպում էր մարդուն, Աստծո առաջին նպատակը սա էր, որ մարդը ինքը իր վրա իր կարծիքը փոխի, որովհետև ինչպես դու հավատք ունես քո վրա, այդպիսի կյանքով էլ ապրում ես, սիրելիս։ Եթե դու քո վրա հավատք ունես, որ դու անհաջողակի մեկն ես, որ դու անկարողի մեկն ես, որ դու Աստծո երեսից լքված ես, որ քո մոտ ոչ մի բան չի ստացվում, որ դու հաջողություններ չես ունենա, որ դու ճեղքում չես ունենա, որ քո մոտ առաջընթաց չի լինի, որ հոգևորապես չես աճելու, որ դու սենց ես, սենց էլ մնալու ես, քո կյանքը ես քեզ հիմա մարգարեանում եմ, այտենց էլ լինելու է։ Բայց եթե դու գիտես սկսես փոխել քո տեսանկյունը քո մասին, սկսես փոխել քո հավատքը քո վրա, քո անձի վրա, դու կտեսնես փոփոխություններ քո կյանքի մեջ։ Սկսի քեզ տեսնել այնպես, ինչպես որ Աստված է քեզ տեսնում, ինչպես որ Աստված է ուզում, որ դու քեզ տեսնես։ Ամեն։ Երբ որ դու կարդում ես Աստվածաշունչը, Հակոբոսն ասում է, կարդում ենք, բայց հեռանալով մոռանում ենք։ Երբ որ դու նայում ես հայելու մեջ, Աստվածաշունչը հայելին է, Աստված այնտեղ խոսում է քո հետ, որ դու օրհնված ես, որ դու հաղթական ես, որ դու ազատագրված ես, որ դու փրկված ես, որ դու զորավոր ես, թող տկարն ասի ես զորավոր եմ, թող աղքատն ասի ես հարուստ եմ։ Գիտես, Աստվածաշունչը հայելին է, դու այնտեղ կարդում ես, դու քեզ տեսնում ես, հետո հեռանալով, գիտես, քո կյանքի առօրյա խնդիրները գալիս են սենց մոլախոտի նման փաթաթվում են քո վրա ու դու ասում ես սա դե լավ է, ոնց որ թե այդքան էլ չի գործում, չի աշխատում, հլնայի իմ կյանքը։ Բանկերս մինուս է, աշխատանք չունեմ, գիտես, այս ինչ հարցերը պիտի լուծեմ, փողեր ա պետք, ֆինանս ա պետք։ Եվ գիտես, դու սկսում ես քեզ տեսնել ըստ քո իրավիճակների։ Քո կարծիքը քո մասին ձևավորել ըստ քո իրավիճակների։ Ես ուզում եմ քեզ ասեմ, սկսի քեզ տեսնել այնպես, ինչպես Աստված ուզում է, որ տեսնես։ Նորոգի միտքդ։ Ամեն։ Կանգնիր քո նոր կարգավիճակի մեջ, քո նոր դիրքի մեջ, սիրելիս։ Քրիստոսը ինձ ու քեզ ուրիշ կարգավիճակ է տվել։ Հալելույա։ Հալելույա, սա շատ կարևոր է։ Երկրորդ բանը, որը շատ կարևոր է։ Նայեք, երկրորդ բանը, որը շատ կարևոր է, սիրելիս, սա է։ Երբ որ ֆինանսի մեջ, ես ասացի սկզբում, դա չարիք չի, դա վատ բան չի, դա կեղտ չի, դա անեծք չի, բայց կա մյուս ծայրահեղություն նույնպես։ Երբ որ ֆինանսի մեջ մարդը սկսում է տեսնել իր ամեն ինչը, երբ որ ֆինանսը, փողը մարդը դարձնում է իր տերն ու փրկիչը, երբ որ իր կյանքի երջանկությունը, ուրախությունը, ազատությունը, ամեն բան սկսում է տեսնել ֆինանսի մեջ, եւ անգիտակցաբար ֆինանսը կարծես Աստծո դիրքից ավելի բարձր է դառնում մարդու կյանքի մեջ։ Այսա նույնպես խթան է, սա նույնպես արգելք է, որպիսի ֆինանսական օրհնություն գա քո կյանքի մեջ, որովհետև մի բան դու բարձրացնում ես Աստծո տեղից ավելի բարձր քո կյանքում։ Երբ որ Աստծո արքայությունը քո համար գնում է երկրորդ տեղ, երրորդ տեղ, չորրորդ տեղ, 10-րդ տեղ, եւ ֆինանսը քո համար գալիս է առաջին տեղ քո կյանքում։ Այսա արգելք է լինում, որպիսի ֆինանսական օրհնության դռներ բացվեն, մատակարարման դռներ բացվեն քո կյանքի մեջ, իմ կյանքի մեջ։ Տեսեք, երբ որ ամեն գնով փորձում ենք բարգավաճել
Սա արգելք է բերում, երբ որ ամեն գնով, երբեմն անցնելով հոգևոր արժեքների վրայով, աստվածային արժեքների վրայով, երբեմն գիտես Աստծո գործերը հետին պլան մղելով, երբեմն ինչ որ մեկին նայելով, հա, կողքիդ մարդուն, հարևանիդ նայելով, մրցակցության մեջ մտնելով, գիտես, այս կողքիս մարդը մի հատ լավ մեքենա է գնել, ես պետքա օր ու գիշեր աշխատեմ, որ իրանից լավը գնեմ։ Այս մեկը ինչ որ մի հատ ուրիշ բան է, իր կյանքում ձեռք բերե, ես պիտի օր ու գիշեր աշխատեմ, 5 տեղ պիտի աշխատեմ, որ գիտես իրանից լավը ունենամ։ Սա այսինքն մրցակցության հոգու մեջ, երբ որ դու սկսում ես քո արժեքը տեսնել փողի մեջ, ֆինանսի մեջ եւ դնում ես ամեն ինչից բարձր, անցնելով հոգևոր արժեքների վրայով, մի կողմ դնելով, գիտես, հոգևոր սկզբունքները, արժեքները, Աստծո կամքը, Աստծո ծրագրերը, Աստծո գործերը, Աստծուն ծառայելը, Աստծո թագավորությունը, գիտես, ամեն բան անցնում է հետին պլան եւ քո կյանքի առաջին նպատակը կարծես դառնում է ֆինանսապես բարգավաճելը, ապահովված լինելը, հարստանալը, գումար շատ աշխատելը եւ քո ամեն ինչը կարծես աշկիտ լույսը դառնում է դա։ Սա իրականում սիրելիներ արգելք է բերում։ Սա դռներ է փակում ֆինանսական մեր բարգավաճման համար, դռներ է փակում ուղղակի։ Մի այսպիսի խոսք կա, որ շատերս գիտենք, ասում է, որ գիտես փողը, ֆինանսը լավ ծառայ է, բայց վատ տեր է։ Եթե կարողանում ես իրան ծառայացնես, որպես քո ծառան լինի, սիրելիս, գիտես քո կյանքի, քո ընտանիքի, բարի գործերի, Աստծո արքայության համար, գիտես, երբ որ ինքը քո ձեռքերի մեջ ծառայ է, ինքը լավ ծառայ է, ինքը լավ կծառայի քեզ, ինքը շատ բաներ կանի քո ձեռքերի միջոցով։ Բայց երբ որ ինքը դառնում է Տեր քո կյանքի վրա, քո սրտի վրա Տեր, քո անձի վրա, երբ որ Տեր է դառնում, ինքը շատ դաժան Տեր է։ Գիտես, ինքը քեզանից գողանում է արժեքները, արժանապատվությունը, քո ժամանակը, քո առողջությունը, քո կյանքը, շատ բաներ գողանում է քեզանից։ Եվ ինքը սկսում է տիրանալ քո վրա, իշխել քեզ։ Թող փողը քո ձեռքերի մեջ, իմ ձեռքերի մեջ միշտ ծառա լինի, ամեն։ Հիսուսն ասում է, երկու տիրոջ չենք կարա ծառայենք, երկու տիրոջ չես կարա ծառայես։ Եվ հենց այս խոսքերը, երբ որ Հիսուսն ասում էր, այն երկրորդ տերը նկատի ուներ մամոնային։ Գիտես, սատանային նկատի չուներ, մամոնային նկատի ուներ, երկու տիրոջ չես կարա ծառայես։ Եկեք կարդանք մի ուրիշ տեղ, Անգեի մարգարեության մեջ, Անգեի մարգարեության մեջ, առաջին գլխում կարդանք մի տեղ, գիտեք, հիշում եք անցած կիրակի ասում էի, որ աշխարհը ընդհանրապես ուզենք թե չուզենանք ինչ որ առումներով ազդեցության մեզ վրա ազդում է, անկախ մեզանից, անկախ մեր պայքարելուց, աշխարհի տենդենսները, աշխարհի հոգեբանությունը, աշխարհի մտածելակերպը մեր վրա ազդում է։ Եվ գիտես, այդ բաներից մեկն էլ սա է, սիրելիներ, որ սոց ցանցերը եւ տարբեր տեղեր մենք բոլորս գիտենք, տեսնում ենք այդ վիդեոները, այդ բաները, այսպես քարոզվում է հարուստ ապրելակերպը։ Ինչ որ մեկը միգուցե ինքը ընդհանրապես այն ինչ որ ցույցատալի իրանն էլ չի, վարձով է վերցրել, գիտես, մեկը ինչ որ լավ մեքենա է վերցնում, գնում է մի օրով մի հատ լավ վիլայի դեմը կանգնում է, ասենց բասեինով, ինչ որ բանով նկարվում է, վիդեո է գցում եւ բոլորը մտածում են, որ ինքը այդ կյանքով ապրում է եւ բոլորը ձգտում են նմանվել դրան, այսինքն տենդենսը դարել է, գիտես, դու պետքա չգիտեմ, Դուբայներում լինես, այստեղ լինես, այնտեղ լինես, ամբողջ աշխարհը ճամփորդես, լավ մեքենա ճոխ ունենաս, Լամբորջինի ունենաս, վիլա ունենաս, ճոխ հագնվես, գիտես, ամբողջ աշխարհի միտքը ուղղված է այս ուղղությունով։ Եվ այս ազդեցությունը երբեմն կարա մեր վրա էլ գա։
Ես ուզում եմ կարդամ Անգեի մարգարեությունից. Թեև ես ասում եմ, սիրելիներ, Աստծո կամքն է, որ դու լինես ապահովված, Աստծո կամքն է, որ դու լինես առատության ու լիության մեջ ֆինանսապես։ Բայց դա չպետք է լինի մեր կյանքի նպատակը, համար մեկ նպատակը։ Դա հետևանք է նրա, որ դու ուղղակի օրհնված ես, Քրիստոս քեզ օրհնել է, ինչպես որ քո կյանքի տարբեր բնագավառներում օրհնված ես, ֆինանսական օրհնությունն էլ պիտի քեզ հետևի, որտեվ դու Քրիստոսի մեջ օրհնված ես։ Ամեն։ Դու չպետք է վազես դրա հետևից, այլ ինքը պիտի քեզ հետևի։ Եվ հենց 23 Սաղմոսում վերջի խոսքերում է կարծեմ ասում է շնորհքն ու ողորմությունը, հա, այսպիսի մի բան ասում է կհետևեն քեզ։ Բարիքն ու ողորմությունը ասում է կհետևեն քեզ։ Այո, բաներ կա, որ ուղղակի մեզ պետք է ոչ թե մենք պիտի վազենք իրանց հետևից, իրանք պիտի մեզ հետևեն, իրանք պիտի մեր հետևից գան, որտեղ մենք օրհնված ենք։ Եկեք Անգեի մարգարեությունից կարդանք։ Հալելույա։ Այսպես է ասում երկրորդ խոսքից։ Այսպես է ասում Զորաց Տերը, թե այս ժողովուրդը ասում է ժամանակը չի եկել Տիրոջ տունը շինելու ժամանակը։ Եվ Տիրոջ խոսքը եղավ Անգե մարգարեի ձեռքով ասելով. Ձեզ համար ժամանակ է արդյոք, որ ձեր ձեղունազարդ տներում բնակվեք, իսկ այս տունը ավերակ մնա։ Եվ հիմա այսպես է ասում Զորաց Տերը. ձեր ուշ կդարձրեք ձեր ճանապարհներին, սերմել եք շատ, բայց բերել եք քիչ։ Կերել եք, բայց չեք կշտացե, խմեցիք, բայց ծարավը չհագեցրիք, հագնվեցիք, բայց չտաքացաք, եւ վարձկանը վարձի համար գործում է ծակված քսակով։ Այսպես է ասում Զորաց Տերը. ձեր ուշ կդարձրեք ձեր ճանապարհներին, վեր ելեք սարը եւ փայտ բերեք եւ տունը շինեք, այն ժամանակ ես կհավանեմ դրան եւ կփառավորվեմ, ասում է Տերը։ Նայեցիք շատին եւ ահա քիչ եղավ, եւ բերիք տուն, բայց ես փչեցի մեջ, ինչու համար ասում է Զորաց Տերը, իմ տան համար, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը վազ է տալիս իր տան համար։ Եվ հետո էլի շարունակ, սրա համար ձեզ վրա երկինքը պիտի արգելե, ցողը երկիրը պիտի արգելե իր պտուղը եւ այլ եւ այլ։ Նայեք, Հիսուսը ճիշտ նույն բանը ասում է Մատթեոսի ավետարանում, ասում է սկզբում փնտրեք Աստծո թագավորությունը եւ մնացած բաները կտրվեն ձեզ։ Անգե մարգարեն այստեղ Տիրոջ հոգով լցված նույնն է ասում է սկզբում շինեք իմ տունը, այսինքն արեք իմ գործը, առաջնային դրեք իմ թագավորությունը, առաջնային դրեք իմ կամքը, ինձ ծառայելը, իմ գործերը գործելը եւ ես երկինքը կբացեմ եւ ես կօրհնեմ եւ ես առատությունով կտամ, բայց երբ որ դու դնում ես դա հետին պլանում, գիտես դու տանջվում ես, ճկնում ես, աջ ու ձախ վազում ես, Աստված այսպես Աստծո խոսքն է ասում է վազեցիք, բայց հավաքեցիք, սերմեցիք, բայց չհնձեցիք, հագնվեցիք, չտակացաք, ծակ գրպանով է աշխատում աշխատողը, այսինքն կարծես թե աշխատում ես, արդյունքը չես տեսնում, օրհնությունը չես տեսնում, օգուտը չես տեսնում այդ ամեն ինչի։ Գիտես պատճառ կա, Հիսուսն ասում է փնտրեք արքայությունը եւ մնացած բոլոր բաները կտրվեն ձեզ, կհետևեն ձեզ։ Հալելույա, առակած գիրքը նույնպես ասում է ոչ թե շատ աշխատելն է, ասում է Տիրոջ օրհնությունն է հարստացնում եւ ոչ թե շատ աշխատելը։ Տիրոջ օրհնությունն է հարստացնում սիրելիս։ Գիտես, արի հավատա սրան, Տիրոջ օրհնությունն է հարստացնում։ Ամեն, արի հավատանք սրան, սկսենք հավատալ։ Գիտես, մենք կանչված ենք հավատքով ապրելու, հավատքի կյանքով ապրելու։ Ընդհանրապես ասեմ մի բան, մենք կոչվում ենք հավատացյալներ։ Ամեն։ Եվ հավատացյալները այն մարդիկ են, ովքեր որ հավատում են Աստծո խոսքին, այն մարդիկ են, ովքեր որ հավատում են չերևացող բաներին, չտեսած բաներին, որոնք որ չի երևում, չկա, բայց հավատում ենք եւ երբ որ դու հավատում ես, չերևացողները դառնում են երևացող։ Հալելույա։ Գիտես կարևոր է, որպեսզի Աստծո գործը քո կյանքի մեջ դնես առաջնային, Աստծո կամքը, Աստծո ծրագրերը,
այն պարգևները, այն կոչումը, այն ինչ որ Աստված քեզ տվել է, սիրելիս, դիր առաջնային։ Սա սկզբունք է, հոգևոր սկզբունք է, երբ որ մենք սա գործի ենք դնում, մենք տեսնում ենք դրա օրհնությունները։ Ամեն։ Ես ժամանակս տեսնում եմ քիչ է։ Մի քիչ ավելի կարագացնեմ, եկեք գնանք երրորդ կետը եւ խոսանք երրորդ կարևոր սկզբունքի մասին, որը որ ակտիվացնում է ֆինանսական ապահովությունը, առատությունը քո կյանքի մեջ։ Երրորդ բանը, գիտես, ցանելու եւ հնձելու օրենքն է։ Հոգևոր աշխարհը նույնպես ունի կանոններ, սկզբունքներ։ Եվ այդ սկզբունքներից մեկը ցանելու եւ հնձելու սկզբունքն է, օրենքն է կամ կանոնն է, ինչպես ուզում եք անվանենք։ Աստված շատ խոսում է եւ սովորացնում է մեզ սրա մասին, սիրելիներ։ Այն ինչ որ մենք ցանում ենք, դա էլ հնձում ենք։ Սա կյանքում օրենքը, անգամ անհավատ մարդիկ գիտեն սրա մասին, անգամ աթեիստները, անգամ Աստծուն մերժող մարդիկ, Աստծու խոսքից տեղյակ չլինող մարդիկ, գիտես, շատ մարդիկ գիտեն, այն ինչ որ ցանում ես, դա հնձում ես։ Գոյություն ունի հոգևոր իրականության մեջ ցանելու եւ հնձելու օրենք։ Եվ այս օրենքը գործում է իհարկե գործում է տարբեր բաների մեջ, սիրո մեջ, հոգատարության մեջ, անկեղծության մեջ, գիտես, տարբեր բաների մեջ է գործում այս օրենքը։ Բարության մեջ, գթասրտության մեջ, բայց նույնպես գործում է ֆինանսների մեջ, սիրելիներ։ Երբ որ դու ցանում ես, երբ որ դու սովորում ես ցանել ֆինանսներ, անհնարին է, որ դու չհնձես։ Նույնպես սխալ բաներ, երբ որ մենք սխալ բաներ ենք ցանում, կարանք նույնպես հնձենք սխալ բաներ մեր կյանքերի մեջ։ Այսինքն ցանելու եւ հնձելու օրենքը ինքը հոգևոր ճշմարտություն է, իրականություն է, որը որ գործում է։ Եվ սա նույնպես գործում է ֆինանսների մեջ։ Հիսուսն ասում է, չկա մեկը, որ թողեց ամեն բան եւ իմ հետևից եկավ, որ հարուրապատիկը չառնի երկրի վրա եւ հանդերձյալ կյանքում։ Գիտես, Հիսուս շեշտում է երկրի վրա եւ հանդերձյալ կյանքում։ Այսինքն, երբ որ դու ցանում ես քո կյանքից ինչ որ բաներ, այդ թվում ֆինանսներիցդ սովորություն ունես ցանելու, մշակույթ ունես անձնական ցանելու քո ֆինանսներից, սիրելիս, անպայման հնձելու ես եւ հնձելու ես առատությունով, հնձելու ես կրկնապատիկ, եռապատիկ, տասնապատիկ, հարուրապատիկ, սա հոգևոր սկզբունք է, որը որ գործում է, եւ սա շատ տրամաբանական է, սիրելիս։ Եթե դու ուզում ես ինչ որ բան հնձես, քաղես, դու պետքա ցանես։ Գիտես, հիմարություն կլինի, երբ որ դու գնաս մի դաշտի մեջ կանգնես եւ ուզենաս այդտեղից, հա, կամ քո տանը մի հատ ինչ որ ես մեր տանը հողատարածք ունենք եւ այս տարի մի քանի բաներ եմ ցանել։ Բանջարեղեն եմ ցանել, մրգատու ծառեր եմ տնկել եւ գիտես սպասում ունեմ։ Շուշուտ գնում եմ, նայում եմ, այդ պամիդորները սենց աճում են, ուրախանում ես, այսինքն սպասում ունես։ Բայց եթե ես չցանեի, հիմարություն կլիներ, որ ես գնայի ու պամիդորներ սկսեի փնտրել իմ այդ հողատարածքի մեջ, չէ՞, ինչ որ միրգ սկսեի փնտրել։ Եթե դու չես ցանել, սիրելիս, դու չես կարա սպասում ունենաս հնձելու, քաղելու ինչ որ մի բան։ Դրա համար Աստվածաշունչը սովորացնում է ցանելու մասին։ Եվ գիտես, ինչ որ դու ցանում ես, ճիշտ դա էլ հնձում ես։ Շատ ժամանակ մենք օրինակ լսել եմ մյուս եկեղեցիներում տարբեր տեղերից լսել եմ զոհաբերության խոսքի ժամանակ մարդիկ երբեմն ասում են, գիտեք, մենք երբ որ ֆինանսներ ենք ցանում, Աստված մեզ առողջություն է տալիս, պաշտպանում է եւ ինչ որ բաներ անում։ Ես ուզում եմ ասեմ, սիրելիս, որ բոլորիս պարզ լինի։ Մենք ֆինանսներով Աստծուն չենք առնում։ Մենք առողջությունը չենք առնում Աստծուց։ Մենք պաշտպանությունը չենք առնում Աստծուց։ Աստված մեզ շնորհք է արել դա եւ պետք չի ինչ որ բան տաս, վճարես, որ Աստված քեզ առողջություն տա։ Առողջությունը համար արդեն վճարված է, դա Հիսուսի արյան գինն է, քո պաշտպանության համար վճարված է, դա Հիսուսի արյան գինն է, բայց երբ որ դու ֆինանսներ ես ցանում, ֆինանս էլ հնձում ես։ Գիտես, երբ որ կարտոշկա ես ցանում, դու պամիդոր չես հնձում։
կարտոշկա ցանելուց կարտոշկա ես հնձում։ Երբ որ դու ֆինանս ես ցանում, ֆինանս էլ հնձում ես։ Ամեն։ Դրա համար ինչի համար ենք մենք զոհաբերում, 10-րդ տալի նման բաներ։ Սա ցանելու եւ հնձելու օրենքն է։ Ուզում ես ինչ-որ բաներ հնձես քո կյանքի մեջ, սովորի ցանել սիրելիս։ Ամեն, բաց թող ինչ-որ բան քո ձեռքերից, որպիսի առատությունով գա քո ձեռքերի մեջ նորից։ Սա իհարկե ուրիշ բաներ է մեզ սովորացնում, սա մեզ սովորացնում է ազատագրվել նույնպես մամոնայի իշխանությունից, սա մեզ սովորացնում է վստահել Տիրոջը, ապավինել Տիրոջը եւ ոչ թե մեր գրպանի պարունակությանը կամ մեր բանկի պարունակությանը, սա մեզ սովորացնում է կախված մնալ Տիրոջից եւ ոչ թե Տիրոջ զորությունից եւ ոչ թե ֆինանսի զորությունից, սա մեզ տարբեր բաներ է սովորացնում։ Բայց նույնպես գործում է այս օրենքը, երբ որ դու ցանում ես, դու նույնպես հնձում ես։ Եկեք մի տեղ էլ կարդամ ու միասին աղոթենք։ Կգաս Տիգրան ջան։ Առակաց 11:24 եկեք կարդանք։ Տեսեք ինչ է ասում։ Կա որ ցրվում է եւ էլ է ավելանում, բայց չափից դուրս խնայողը կա, սակայն կարոտության մեջ է, կարիքի մեջ է։ Օրհնություն տվող անձը կգիրանա եւ ոռոգողը ինքն էլ կոռոգվի։ Օրհնություն տվող անձը ասում է ինքն էլ կպարարտանա եւ ջրողը ինքն էլ կջրվի։ Մարդ կա ասում է, որ չափից շատ խնայում է եւ կարիքի մեջ է։ Մարդ էլ կա, որ ցանում է, աչ ու ձախ, տարբեր տեղեր ցանում է, բայց առատության մեջ է։ Գիտես, կարծես թե երբ որ դու տալիս ես քո մոտից մի բան պիտի պակասի, չէ՞։ Մաթեմատիկորեն այդպես է, երբ որ դու տալիս ես քո մոտից մի բան պակասում է, բայց Աստծո խոսքը ասում է, տվողները առատությունով կլցվեն։ Այո, սերմը երբ որ մի հատ սերմ ես ցանում, գիտես մի հատ պտուղ չես հնձում։ Մի հատ սերմ դնում ես հողի մեջ, 10 պատիկ հնձում ես։ Մի հատ պամիդորի սերմ ես դնում, 20 հատ պամիդոր ես տեղից քաղում։ Ցանելու եւ հնձելու օրենքը զորավոր է սիրելիս։ Եվ ուզում եմ ասեմ, այն ինչ որ մենք ցանում ենք Աստծո թագավորության մեջ, Աստծո գործերի մեջ, այն ինչ որ մենք ցանում ենք աղքատի կյանքի մեջ, կարիքավորի կյանքի մեջ, եկեղեցու մեջ, այդ բոլոր տեղերը պարարտ հող են։ Պարարտ հող են, սիրելիներ։ Իդես դարձրա սովորություն, որոշում կայացրա, փոխիր քո սիրտը, փոխիր քո բնավորությունը, եղիր ցանող։ Երբ որ Աստված մեզ սովորացնում է ցանելու համար, դա նրա եւ կամ երբ որ եկեղեցում խոսում ենք սիրելներ, Աստված մեր ֆինանսների կարիքը չունի։ Բայց Աստված ուզում է, որպեսզի դու ինքդ արգելք չլինես քո ֆինանսական օրհնությանը։ Ամեն, սովորի ցանել, եկեք կանգնենք ոտքի։ Եվ ուզում եմ այս 3 կետերը դու հիշես։ Առաջինը հավատքն է, որ քո հավատքով կանգնես Քրիստոսից քեզ տված դիրքի մեջ, ոչ թե Ադամի դիրքի մեջ։ Երկրորդը, որ փնտրես Աստծո արքայությունը եւ չթողնես, որպիսի ֆինանսը դառնա քո կյանքի տերն ու փրկիչը։ Եվ երրորդը, որպիսի գործի դնես ցանելու սկզբունքը։ Այս 3 բաների մեջ, գիտես, ես անցնում եմ եւ ունեմ շատ անձնական վկայություններ։ Տեսել եմ Տիրոջ ձեռքը, տեսել եմ Տիրոջ օրհնությունը, Տիրոջ զորությունը, սիրելիներ, եւ շարունակում եմ տեսնել, շարունակում եմ ինքս ինձ պահել այս սկզբունքների մեջ։ Բայց իրականում ուզում եմ ասեմ, որ մեծ զորություն կա։ Եվ այս բանն էլ եմ ուզում ասեմ, գիտեք, երբ որ եկեղեցին դեռ նոր էինք սկսել, մոտ 1-2 տարի էր մոտավոր,
Եվ այդ ժամանակ եկեղեցու ֆինանսները այսպես շատ դժվար էր, բարդ էր, մենք մի կերպ վարձն էինք տալիս, հասցնում էինք մի կերպ ուղակի դահլիճի վարձը տալ։ Եվ այդ ժամանակ մի իրադարձություն եղավ եւ Աստված սրտիս մեջ խոսած, ասես պետքա եկեղեցին սկսի օրհնել ուրիշ եկեղեցիների, ուրիշ ծառայությունների։ Եվ այդ ժամանակ, երբ որ մենք ինքներս էինք մի կերպ վարձը տալի, մի որոշում կայացրեցինք 1 տարի, միառժամանակ 1 տարի, 3 տարբեր ծառայությունների, տարբեր եկեղեցիներում եւ տարբեր ծառայությունների ֆինանսապես աջակցել, ցանել։ Իհարկե մեծ գումարներ չէր միգուցե, բայց 3 ծառայությունների 1 տարի մենք ցանեցինք։ Եվ գիտես, տեսանք արդյունքը, եւ եկեղեցին սկսեց օրհնվել ֆինանսապես։ Մարդիկ սկսեցին օրհնվել ֆինանսապես։ Եկեղեցին սկսեց օրհնվել։ Եվ ես ուզում եմ քեզ ասեմ, միգուցե մտածես, ասես, շատ ժամանակ մտածում ասում ենք, երբ որ գործերս լավանա, հնարավորությունս լավանա, կցանեմ։ Որպիսի լավանա պետք է սկսես ցանել, որտեվ հունցքը ցանելուց հետո է գալի, կամ ցանելը հունցքից առաջ է։ Մի սպասի հունցքի, եթե չես ցանում, սկսի ցանել սիրելիս։ Ամեն։ Սառաքուրը խոսեց այդ կնոջ մասին, հետաքրքիր է, որ Եղիսեն նրան ասում է բեր ամաններդ, ինչքան ունես բեր, գնա հարևաններից բեր, բեր տուր ինձ։ Այդ կինը չգիտեր ինչա տեղի ունենալու, կարող է Եղիսեներ բռներ ջարդեր այդ ամանները, մի հատ էլ ավելի պարքի տակ գցեր այդ կնոջը։ Բայց գիտես, երբ որ սկսեց ցանել, Աստված եկավ գերբնական լիություն ու առատություն իր կյանքի մեջ։ Աստված ուզում է սիրելիս, որ քո ֆինանսական կարգավիճակը փոխվի։ Աղքատությունը, չքավորությունը, պարքերը եւ բոլոր այդ բաները Աստծո կամքից չեն, Աստծո արքայությունից չեն։ Եվ դու արքայության զավակ ես, արքայության որդի ես, եւ Աստված ուզում է, որ դու ապահովված լինես, որ դու մատակարարված լինես, որ դու օրհնված լինես։ Ամեն։ Սկսի քեզ տեսնել, գործիդի ես 3 սկզբունքը։ Եվ ես քեզ վստահ ասում եմ, ունենալու ես վկայություններ, տեսնելու ես փոփոխություններ։ Ամեն։ Մի նայ երևույթին։ Դու այն չես, ինչ որ տեսնում ես, դու այն ես, ինչ որ Աստված է քո մասին ասում։ Դու այն չես, ինչ որ քո կյանքի մեջ կա, դու այն ես, ինչ որ Քրիստոսը քո համար արդեն արել է։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Արի հավատքով աղոթենք եւ հրճակենք Տիրոջ օրհնությունը։ Հրճակենք Տիրոջ օրհնությունը ֆինանսական, որպեսզի այն դռները, որոնք որ փակ են, բացվեն, որոնք որ դանդաղում են, արագանան։ Երկնային Հայր, Հիսուսի անունով օրհնում ենք քեզ եւ փառք ենք տալիս քեզ։ Շնորհակալ ենք Հիսուս, որ դու խաչվել ես, որ դու վճարել ես գինը, որտեղ մենք ինքներս Տեր այնպիսի մի փոսի մեջ էինք, որ մենք չէինք կարող դուրս գալ, մենք չէինք կարող ինքներս մեզ ազատագրել, փրկել, մենք չէինք կարող անեծքից դուրս գալ, դատապարտությունից դուրս գալ, դու էիր պետք, դու, որ Աստծո գառն ես, միածինը, սուրբը, կատարյալը, Տեր Հիսուս Քրիստոս, դու էիր պետք եւ դու վճարեցիր այդ գինը եւ շնորհակալ ենք, որ մեզ ազատագրել ես Ադամի սերունդից, Ադամի ցեղից, Ադամի այն ամենից, ինչ որ Ադամի հետ կապված է, եւ քեզանով նոր սկիզբ ես դրել, նոր ցեղի, նոր սերունդի, նոր արարած քեզանով։ Շնորհակալ ենք Հիսուս, որ դու մեզ օրհնել ես ամեն օրհնություններով։
Շնորհակալ ենք, որ դու հոգ ես տարել ամեն բնագավառի համար մեր կյանքի։ Եվ ես աղոթում եմ, Հայր, Հիսուս Քրիստոսի անունով, որ այն ժառանգությունը, որ մենք ունենք որպես քո ժողովուրդ, որպես քո եկեղեցի, Տեր Հիսուս Քրիստոս թող այդ ժառանգությունը դրսևորվի եւ ակտիվանա։ Տեր, ես աղոթում եմ, որպեսզի ֆինանսական օրհնությունը սկսի դրսևորվել քո զավակների կյանքի մեջ։ Երկնային Հայր, ամեն արգելքները, որ կան միգուցե Տեր, որոնք չեն թողնում, որոնք արգելում են, որոնք խոչընդոտում են, Հայր, ես աղոթում եմ, որպեսզի ամեն մեկին տաս արթնություն եւ իմաստություն այդ արգելքները վերցնելու, այդ արգելքների վրով անցնելու, Տեր իմ Աստված։ Եվ ես աղոթում եմ, որպեսզի ակտիվացնես, Տեր, ֆինանսական օրհնությունը քո ժողովրդի կյանքի մեջ, Հայր, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Մենք հավատում ենք, Տեր, որ դու ես ամեն բանի Տերը, որ երկիրը եւ ամբողջ լիությունը քեզ է պատկանում, որ արծաթն ու ոսկին քոնն են, որ դու ես արարիչը ամեն բաների տեսանելի եւ անտեսանելի, եւ մենք հավատում ենք, որ երբ որ դու օրհնում ես, ոչ ոք չի կարող արգելել, երբ որ դու Տեր իմ Աստված ուղարկում ես, ոչ ոք չի կարող արգելել, եւ աղոթում եմ, Հայր, որպեսզի ակտիվացնես, Տեր, որպեսզի քո օրհնությունը սկսի դրսևորվել